Նույն տեղից, նույն ոնց որ իրավիճակում հայերիները տարան։ Մանյա Սարգսյանի մեքենայի կողային հայելիները ընդամենը 2 շաբաթվա տարբերությամբ 2 անգամ գողացել են, գրեթե նույն ժամին ու նույն տեղից, Կոմիտասի պողոտայից, որտեղ շուրջ բոլորը տեսախցիկներ են։ Առաջին անգամ ընդ որում կոտրել էին, չէին կարողացել ամբողջությամբ այդպես անվնաս հանեին, իսկ երկրորդ անգամ ամբողջությամբ հանել էին հայելին, իր կողային հայելին իր ամեն ինչով։ Մանյան ոստիկանություն չի դիմել նախորդ դառը փորձի պատճառով։ Մի քանի տարի առաջ ավտոտնակից մեքենայի անվադողերն էին գողացել։ Ասում է, ոստիկանները եկան, գնացին, մի քանի անգամ ինքը ոստիկանություն ներկայացավ, բայց ապարդյուն։ Երևի 1.5 ամսվա ընթացքում ինձ ուղղակի տարան բերեցին, ինչ որ տարբեր հարցեր էին տալիս, սկսած նրանից թե ում եմ ես կասկածում, ինձ թվում էր որ դա իրենց գործն է, հա, քանի որ վստահություն չկար, ոնց որ երկրորդ անգամ ավելի քիչ ֆինանսական վնաս էր, ես ուղղակի ժամանակը խնայելու համար դա չարեցի։ Ավելորդ քաշքշուկներից զերծ մնալու համար ոստիկանություն չի դիմել նաև մեկ այլ վարորդ, որի մեքենայից եւս 2 անգամ գողացել են կողային հայելիները։ Հետո էլ Telegram-ի օգտահաշվով գումար պահանջել, որ վերադարձնեն դրանք։ Այդ օգտահաշիվներում հեռախոսահամարը թաքցված է։ Առաջինի դեպքում Telegram-ը աշխատող էր, կարծի կապի դուրս գամ եւ через կրիպտո վճարում կատարեմ եւ ինձ ուղարկեցին լոկացիա, շատ խուլ տեղ։ Երկրորդի դեպքում այն ինչ որ ուղարկել էին, ոչ մի բանը չէր աշխատում, ես ստիպված եղա ոնց ասած նորը գնել, որը արդեն բավականին թանկ այլ էր։ Օգտահաշվի անվանումը գողերը նախապես են թողնում մեքենայի վրա, որ վարորդների հետ հայելիները վերադարձնելու բանակցություններ սկսեն։ Սովորաբար գողությունից հետո շուկայականից ավելի մատչելի գներով են վաճառում գողոնը։ Ընդ որում գործարքը կրիպտոարժույթով են անում, որպեսզի իրենց հետքը գտնելը գրեթե անհնար լինի։ Telegram ալիքի նիկնեյմ, այսինքն համար չէ։ Այդ նիկնեյմով եթե ուզում ես խոսել հետները բանակցել, իրանք հետո գումար են պահանջում այդ հայելի վերադարձնելու համար, շուկայական գներին շատ լավ տեղյակ են, ամեն ինչի շատ լավ տեղյակ են, այնպիսի գումար են առաջարկում, որ շահավետ լինի իրենցից վերցնել։ Բաննա մի 2 օր առաջ գիրուց մեքենայի ապակիներն էին տարել, նույն պրոցեսի միջով ինքան անցավ եւ իր հայելիները հետ ստացավ եւ մեր տարածքում այս վերջի երկրորդ անգամ ժամանակը շաբաթվա մեջ երևի մի 7-8 ավտո տենց բախտի նշանացել է, ասենց ասեմ։ Իմ մեքենայի հետ առաջին դեպքն է, բայց մեր վակում, մեր տարածքում տենց բարբերաբար եղել են դեպքեր, մեքենայի անվադողեր են գողացել։ Իհարկե ես միակը չեմ, դեպքերը շատ տարածված են։ Պաշտոնական վիճակագրությունը մինչդեռ համեստ թվեր է նշում։ Ոստիկանությունը տարեսկզբից մեքենաների կողային հայելիների գողության 580 շորթման 178 դեպք է գրանցել։ Ընդ որում դրանց կեսն անգամ դեռ չի բացահայտվել, որոնցից բացահայտվել են գողության 150 դեպքը եւ շորթման 34 դեպքը։ Անցած տարվա համեմատ 2024 թվականին ունեցել ենք մեքենայի կողային հայելիների 349 գողության դեպք եւ շորթման 10 դեպք, բացահայտվել է գողության 25 դեպքը։ Վիճակագրության մեջ ներառված են միայն այն դեպքերը, երբ քաղաքացիները գողությունից շորթումից հետո դիմել են ոստիկանություն։ Ներկա պահին ոստիկանության տեսադաշտում է հայտնվել մի քանի հանցավոր խումբ, ովքեր զբաղվում են մեքենաների տարբեր պահեստամասերի գողությամբ։ Ամեն ինչ անում ենք, որպեսզի վերջիներից մերկացնենք հանցափաստի մեջ եւ հայտնաբերենք, բացառենք նման դեպքերը գողության։ Չբացահայտված դեպքերից բացի գողության գործերով հարյուրավոր կարճված վարույթներ կան։ Վիճակագրական կոմիտեի տվյալով միայն անցած տարի գողությունների 1149 քրեական վարույթ է կարճվել։ Պաշտոնական տվյալների մեջ, սակայն, արտացոլված չեն կարճման պատճառները։ Մինչդեռ վարորդները պնդում են, իրավապահները հետևողական չեն նման գործերով։ Խնդիրը անպատժելիությունն է, այսինքն մանր գողությունները մեր երկրում չեն դատապարտվում։ Հետևողական չի լինում, որ գնա ինչ-որ դատական process, վերադարձ ինչ-որ կորուստի եւ այլ, դրա մասին խոսք էլ չկա։ Դուք երևի ես էլ չեմ լսել մի դեպք, որ մարդկանց ինչ-որ վնաս փոխհատուցեն կամ ինչ-որ գտնեն ինչ-որ մեկին, հա, չգիտեմ, ինչ-որ մեքենայի գողության համար։ Կողային հայելիների գողությունների շորթումների մեծ մասը հենց Երևանում են տեղի ունենում։